Այլ այսպես որ հայացք են գցում հետ խորհրդային տարածքում եկեղեցական կյանքի զարգացումներին շատ վայրիվերումներ են տեսնում։ Այն օրվանից, երբ որ եկեղեցին ընդհատակից դուրս եկավ, մենք ֆանտաստիկ արտության ականատես դարձանք։ Ես ինքս հիշում եմ դեռ 90 թվականից Երևանի Մալաթիա թաղամասում Փարոս բլուրը լեցում էր հավատացյալներով։ Բայց չի կարծում, որ եկեղեցական առաջնորդության լուրջ պակաս ունեցավ եկեղեցին եւ չհասցրեց ժամանակին սպառազինել հավատացյալներին։ Միանշանակ համաձայն եմ այդ կարծիքին, ասեմ, բայց մի բան, որ ինչու 90, 91, 92 թվականները այդքան պատխաբեր եղան եւ հոգեոր զարթոնք բերեցին։ Դրանից առաջ տեղի ունեցավ համաշխարհային ցնցում առաջացրած հայաստանյան երկրաշարժ եւ մի քանի ակնթարթի մեջ 25,000-ից ավելի մարդ զոհվեցին։ Իմ խորին համոզմամբ Տեր Հիսուս Քրիստոսի ոտքերը աճապարում են գնալ այնտեղ, որտեղ ցավ կա, որտեղ տառապան կա, որտեղ նեղություն կա, որտեղ մարդիկ անհույս են, շվարած են, շփոթված են, վախեցած են։ Եվ ես զգում եի, որ Տերը ոչ միայն Փարոսում կամ Երևանում, այլ քայլում էր ողջ Հայաստանի տարածքում, փնտրելու եւ փրկելու եւ գտնելու եւ փրկելու այդ շվարած եւ նոր մարդկանց։ Այդ էր պատճառը, որ այդ ժամանակ այդպիսի մեծ շարժ տեղի ունեցավ։ Սակայն այո, հանուն արդարության պետք է ասել, որ Աստված պաշտությունը բարձր մակարդակ էր, նվիրումի մեծ նվիրում կար։ Այո։ Բայց այդ նվիրումը ավելի գնահատելի է, քան պրոֆեսիոնալ աստվածաբանությունը։ Ճիշտ է, անախարտ աստվածաբանությունը անհրաժեշտ է, բայց եթե ինձ ասեն ավելի շատ աստվածապաշտ կուզեի լինել, թե աստվածաբան, ասե աստվածապաշտ։ Չնայած երկուսի համատեղությունը շատ ավելի լավ է։ Դա պետք է ավելացնել, այո։ Բայց եթե միայն աստվածաբանություն կա, բայց աստվածապաշտություն մենք այդտեղ կորուստ ենք ունենում։ Մենք այդտեղ, գիտեք, մի հատ առակ եմ հիշում հիմա ձեր հարցի կապակցությամբ, որ մի կղզում 3 ծերունիներ աղոթում էին, դուք 3, մենք 3, ողորմացեք մեզ, հա, բայց քահանան գալիս է, նրանց հայրվերն է սովորեցնում, սովորեցնում է, եւ սրանք ուրախանում են, որ մի քիչ աստվածաբանություն իմացան, հենց նավակը հեռանում է կղզուց, նրանք մոռանում են հայրները, որտեղ գիտություն չունեն։ Եվ մեկ էլ Տեր հայրը տեսնում է, որ ջրի վրայով վազում են 3 ճգնավորները, մոռացել եք մեր ձեր ասած հայրներ ասում, ձեր կարճ աղոթքը իմ հայրներից ավելի զորավոր էր, եւ այդ շարունակեք ձեր այդ պաշտամունքը։ Մենք նա կորցրեցինք, աստվածաբանություն ձեռք բերեցինք, նա կորցրեցինք։